Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել են բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, հայոց լեզվի և գրականության վաստակավոր մանկավարժ Մարիա Սավդալյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրիոնում, ֆեյսբուքյան և յութուբյան էջերում։ Բարի ձեզ Տիկին Սավդալյան, շնորհակալ եմ հրավերս չմերժելու համար։ Ինքս էլ եմ շնորհակալ։ Ես Սավդալյան, անցած անգամ մենք խոսեցինք վերադարձ արմատների, վերադարձ անկունք թեման բարձրացրեցինք եւ կարծես թե որոշակի ձևով մեր հանրությանը տեղեկատվություն փոխանցեցինք, որ հայը առաջական տիեզերական առաքելություն ունեցող ազգ է եւ մենք չենք ոչնչանալու, նույնիսկ այս պատերազմի, այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներում մենք գոյատևելու ենք եւ պարտավոր ենք իմանալ, թե որքանով ենք կապված մեր արմատներին եւ այդ արմատներում որքանով տեր նշանակություն ունի օդը, կրակը, ջուրը, այսօր նաև կխոսենք հացի մշակույթի մասին։ Անցած անգամ խոսել ենք հիմնականում եղել է ջուրը, ջրի մասն է, ջուրը եւ հողը։ Այսօր խոսենք կրակ, օդ եւ հաց։ Ինչով է հայը կապված եւ արմատների հետ ինչ կապ ունեն այս բնության տարրերը։ Շնորհակալություն։ Սկսեմ փորձեմ ունկնդիրների ներկայացնել ինչու դեպի մեր արմատները, ինչ իմաստ ունի այդտեղ վերադարձը, պետք է գրան, զարգացումը պետք է, անշուշտ պետք է, բայց ոչ թե հեռանալով արմատներից, այլ հիմնվելով արմատների վրա։ Դրա համար մեզ հետաքրքիր է, թե մեր նախնիները բնության երևույթների նկատմամբ, հատկապես տարերքի նկատմամբ, ինչ կապ են ունեցել, ինչպես են կարողացել դրսևորվել։ Դրա համար այսօր կխոսեմ օդ տարերքի մասին եւ վերջում շատ սիրուն մի հատ անակնկալ ունեմ ընթերցողների համար ասելու, թե ինչու հատկապես այս թեման են դրվել։ Օդն էլ մեր նախնիների մոտ պատկերացրեք դրսևորվել է որպես կենդանի ուժերի գաղափար։ Ոգեղեն է համարվել փոթորիկը, մրրիկը, պարզվում է, որ ջուրն հողմածին էլ ջրից ու օդից ծնվում են տարբեր օդային ալիքներ, որոնք կոչվել են հրասապներ, քարասապներ, սարսապներ։ Մեր մատենագրության մեջ այսպիսի նշում կա եւ ասում է ելք սոցայի ծով է, այսինքն նրանք ծովից են բարձրանում եւ գնաց սոցա հերկինս եւ բարձրանում են դեպի երկենք։ Ջրի եւ երկնքի այդ շիրտի արանքում էներգիաներ կան, հոսանքներ կան, որոնք մտնում են ջրի ակունքների մեջ եւ առաջացնում են ցունամիներ, մրրիկներ, փոթորիկներ, հա, ու այդպես առաջանում է նաեւ պտտահողմը։ Պտտահողմը հայերիս մոտ կոչվել է նաեւ վիշապ կամ ձկնամբ։ Ինչու այդպես, որովհետև օդ բարձրանալիս այդ ջրի գոլորշիները իրենք նմանվել են պտտվող ձկների, իրենց թափահարող ձկների, վիշապների։ Ամենակարևորը ասեմ, որ տարբեր ազգերի մոտ այս 4 տարերքը, բնական այս տարերքը, տարբեր ազգերի մոտ ունեն իրենց գերակշռող մասը, այսինքն իրենց համար ամենակարևորը համարվող, թե որ տարրն են ընտրել։ Հայերիս մոտ դա հուրն է, կրակն է։ Ինչի այսօր էլ պատկերացնում ենք, որ փոքր երեխան, ակտիվ աշխույժ երեխային մենք կրակի կտոր, ասում ենք կրակի կտոր է, կամ ասենք ներվայնացած անձին ասում ենք զայրացած է։ Սրա մեջ եւ այրում կա, եւ կրակը այդ ամբողջը դրսևորվում է։ Իսկ կրակի եւ ջրի միացումից հրաշքներ են առաջանում։ Այդ սիրախաղից, այսպես ասեմ, հրաշքներ։ Մենք աշխարհին օրինակ, մենք հրածին ենք, մենք ջրածին ենք։ Կրակն էլ ջրի հետ պաշտվել է համատեղ մեզ մոտ, ունեցել է վաղ, երկյուղ է ունեցել հայ մարդը, բայց և նաև ակնածանք է ունեցել, առանձնապես կայծակից առաջացած կրակի նկատմամբ համարել է, որ այդ կրակը պիտի հավերժ պահվի, այսինքն պետք է ծուխը ծխացնել օջախը
վառ պահեն, նույնիսկ կրակը անթեղել, մոխիրով ծածկել, որ հետո կարողանան օգտագործել։ Ահա, երբ որ կարդում ենք համաշխարհային գրականություն, անտիկ շրջան, տեսնում ենք Մասիսին կանված Պրոմեթեսը։ Հարց, իսկ ինչու Մասիսին, ինչու Արարատին կանված։ Այստեղ մեզ մտածելու տեղիք է տալիս։ Բացվում է մեզ մոտ Թոնրի պաշտամունքը։ Թոնիրը հայրս համար դառնում է տաճար, առաջի տաճարը, որի շուրթին կատարվել է եւ մկրտությունը կնունքը եւ հարսանեկան ծեսը, շատ գեղեցիկ արարողակարգերով։ Հրի հետ կապված այս ամբողջը կապված է մեր միր Աստծո պաշտամունքի հետ։ Արևապաշտ հայերը կրակը բաժանել են 4 դասի, առանձնացրել են, նույնիսկ կրակը տեսեք տարատեսակ է տվել, այսինքն եթե հայոց աշխարհում գույնը կապույտ գույնը 40 երանգ ունի եւ ամեն ինչ իր կապույտով առանձնանում է, այդպես էլ կրակը բաժանել է 4 դասի։ Առաջինը անվանել է աշտ։ Աշտը դա հավեր սրբազան կրակն է, ոգին է, ակնաղբյուրը վառվում է երկնքում։ Երկրորդը ատրն է, որը կայծակից վիշապներին է ոչնչացնում։ Այդ կրակն է, մենք ունենք ադրուշան, չմտածեն, որ սա պարսկականից ոչ, սա մեր հատուկ ունեցած կրակն է եղել։ Երրորդ կրակը սովորական կրակն է, որը գոյանում է բույսերի եւ ծառերի արմատների մեջ, ճյուղերի մեջ, եւ պատահական չէ, որ մեհենական տաճարների կրակը սնուցվել է մայրու ճյուղերով է սնուցվել։ Եվ չորրորդ ամենակարևորը դա հուրն է, դա առաջի ցոլտն ու պարկևն է մարդ Արարածի ներաշխարհում, որը հենց հանդիսանում է կյանքի աղբյուր։ Ահա թե ինչու է հայը ադրահեր, հուրհեր, խարծյար, տեսեք որտեղից է գալիս այս ամենը։ Ուզում եմ մի ծերունու, սասունցի ծերունու, մեռնող ծերունու խոսք մեջ բերեմ։ Մեր երկիր, մեր ջուր, մեր հուր, մեր օդ, մեր մնջացել է մեռնող սասունցին, մի բուր հող է խնդրել շիրմին շաղ տալու համար, որ են աշխարհում կարոտից նորից չմեռնի։ Մինչև հիմա դերևս Սևսարի պատանի հովիվը 4 ծառի փայտը ձեռքին վազում է դեպի կայծակը, որ այնտեղից կրակ բերի։ Սա է մեր խորհուրդը, սա է մեր խորհրդանիշը։ Ահա բնության այս 4 տարերկների հետ համաձուլված, խաղալով, մտերմանալով, հայ մարդը, հայ նախնին պիտի արարեր մի նոր սրբություն, հացը։ Հացը հայի համար դառնում է խորհուրդ, հացը դառնում է երդում, հացը դառնում է կենսա բանաձև, հացն ու գինին տեր կենդանին, տեսեք որտեղից գալիս հասնում է մինչև մորել, կա մի անհերգելի ճշմարտություն, ամեն ինչի առատությունը դերևս հաց չէ, բայց հացի առատությունը ամեն ինչի առատություն է, և աշխարհում ոչ մի գանձ չի կարող համեմատվել հացի հետ։ Այսպիսի մի զրույց է եղել։ Դեղնափայել ոսկին այցելում է հացին եւ խորհուրդ է տալիս. մի համարիր, հպատակվիր, ինչպես բոլորը, քո հատիկներից իմ արքայական զգեստի համար կոճակներ կկարեմ։ Լավ կլինի, որ դու ենթարկվես ինձ։ Սխալվում ես, պատասխանում է հացը ծորենի հատիկն, տեսնում ես ամբարի մոտ ինչքան քսակներ են, ոսկու քսակներ են դատարկված, ու դες դատարկվելու են մի բուր ծորեն տանելու համար, նրանք եկել այստեղ դատարկվել են, այսինքն եւ ես ոսկի եմ, եւ ես գանձ եմ, եւ ես հաց եմ, հպատակվիր հանապազորյա հացին, սա է մեր հիմնական իմաստը, հացը բոլոր ժամանակներում պաշտվել է հայերի կողմից, հայը հավատարիմ է եղել հացին, լիքն է եղել նրա ծորենի ամբարները, ասեմ, դրսից եկածին աղով ու հացով է դիմավորել, աղը մաքրություն է, հացը սրբություն է, կարկախոս է ունեցել, ասել այսօրվա գործը վաղվան մի թող, բայց հացը խնայիր,
վաղվա համար, այսինքն կարևոր է որ քո հացը երբեք չպակասի։ Այո, ահա։ Հնում դպրոցներում նույնիսկ միջև սովետական շրջանը հացի դասեր են եղել, հաց պատրաստելու հատուկ դասեր են, ոնց որ միջոցառում լինի, այդպես անցկացվել է։ Հայը հացը երբեք գետին չի գցել, աղբաման չի գցել։ Պատմում եմ, որ մայրաքաղաք Անի գետնափոր թունելով, որտեղից ընդհանրապես մի կարգ կարող էր անցնել աղբ տանելու համար, եթե որևէ մեկը փորձեր հաց նետեր, այդտեղ կպատժվեր շատ խիստ։ 3 օր նրանք կարգից կկապեին, վերևից հացը կկախեին 3 օր անընդմեջ, որպեսզի ինքը նայե հացին ու հասկանա, թե ինքը ինչպես է վարվել այդ սրբության հետ։ Մեզ մոտ իմաստավորվել է հացը, համարյա բոլոր հարցերը լուծվում է հացի սեղանի շուրջ հայերիս համար, եւ նույնիսկ հացը դարձել է մագդիր, ասում ենք, այս ինչ հացով մարդ էր, երբ որ մեկի առատությունը տեսնում ենք, ճիշտ է, հաց կտրելու դարձվածք ունենք, հաց կտրելու ամեն մարդու հետ հաց չենք կտրել, սա էլ է շատ հետաքրքիր, ուրեմն սրբություն է համարվել դա, եւ այսպիսի մի միջոցառում է եղել, ծիսակատարություն է եղել, ծիսակարգ է եղել ամուսնության պարագայում, երբ խնամիները 2 տղամարդայրեր լավաշը իրար մեջ կիսել են, եւ դա եղել է խորհուրդը, որ իրենք համաձայնության նշան են տվել։ Եվ լավաշի խորհուրդը հենց ծիսակատարության ապրեք կիսել են, այսինքն հարսին փեսային երբ որ այո, այդ նույն լավաշը, այսինքն 2 տան միությունն է եղել, որ մի նոր լավաշ պիտի դառնա, այդ կտրած նաղաշի լավաշի նման, որ բաժանում է նորից ինքը իրեն։ Իսկ տղայի մայրը երբ լավաշները գցում են ուսներին, ասեմ նաև այդ մասին, այսինքն հացով պիտի լինի։ Այսպիսի մի դիցաբանության մեջ այսպիսի մի բան ունենք, ինչու Աստղիկն ու Վահագնը չհասան, չամուսնացան իրար հետ, մնացին հավերժական սիրահարներ, ասում է, որ Աստվածահայրը զայրացավ, երբ Աստղիկը լավաշները ուսին քայլում էր, լավ չքայլեց եւ այդ լավաշները սահեցին ընկան եւ ասեց, որ նա մայր չպիտի լինի, նա չի կարող, որովհետեւ չի կարողացել ուսերին պահել դա։ Հետաքրքիր մի այսպիսի բան էլ կա, հացը դարձել է 36 զինվոր, ինչպես հասկանանք սա, երբ մեր Մեսրոպ Մարտոցը դպրապետը հացեկած է գնում իր ծննդավայր, այնտեղից իրեն 36 լավաշով ուսերին գցած ճանապարհում են դեպի Եդեսիա ու Սամոսատ, այդ 36 լավաշը դառնում է 36 հայրենիք պաշտպանող զինվոր։ Տեսնում եք, ուր է հասցրել հացը։ Աշխարհում հացին նվիրված շատ ստեղծագործություններ կան, բայց ես կուզենայի անդրադառնալ մեր արևմտահայ գրող Վարուժանի հացին երգը, հացին երգ։ Այս շարք, որտեղ հացը դառնում է քնարական հերոս։ Հովեր կանցնին ու ծորյանները սուշի-գուրշի կարդանան։ Հայոց աշխարհում ծորյանն էլ ունեցել է իր երգը։ Աճի հետ քամու հետ խաղացել է, այդ ձայնը ոչ բոլորին հասանելի է եղել։ Հետո կամաց փոխվել է ձայնը։ Կարծես թե լսվել է աղավնականջ, որ արդեն հասունացող արտի նախերգանքը, այդպես է ներկայացել։ Հետո վերածվել է խշշոցի, որն արդեն ազդարարել է, որ լրիվ հասուն է արտը, հասունացել է արտը։ Գույների վարպետ մեր Սարյանը արտի եզրին է ճանաչել բաց կանաչ գույնը, ինչպես։ Երկար ժամանակ կանգնելով տեսել է, որ երբ որ արտի ծորենը թեքվում է, ինքը արծաթագույն է դառնում, երբ որ ուղղվում է, կանաչագույն է դառնում, կամաց այդ կանաչը չկանում է, դառնում է կարմիր, այսինքն արևից հասունանալով ու այդ հասուն արտը ժպտալով կարծես արտը կանչում է հենց որին։ Այս պահերին է, որ առաջանում է
մեր ասացվածքները, մեր խաղիկները, երևի հենց այս պահին է ասվել գարեհաց, թթութան, պապենուտեր, թագուտան, պիտի այդ հացու բանիր, կերու բանիր, այսինքն այդ ամբողջ իր մեջ խորուրդ է գրում։ Ահա, կարմուրա լանչ այդ ծորենի շեղջերը աղացնում դառնում են ալյուր, այդ գույնն էլ է փոխվում, ինքը ծորնագույն է դառնում, ինչի հայրս այդ գույն են գրել, արև, ծորեն, ծորնամորտ մարդ, ծորնամորտ ռասաների բաժանման ժամանակ մենք այսպես ենք առանձնանում, երբ որ ալյուրը գնում էր աղաց, ամեն աղունատիրոջ ալյուրին ասացող մարդ է եղել այդ ջրաղաց բանը և թամոն 1000 տարվա ալյուրից մի պտղունց գցել է դրա մեջ, այսինքն որտեղից որտեղ որ հասնի, որ մենք չմոռանանք ոչ մի բան, ոնց պիտի վերադառնանք արմատներին, ապրեք, հետո ծնվում է արդեն հաց լավաշը, բույրը տարբեր էտապում իր զարգացման տարբեր բույր ունի, ինչն է հետաքրքիր, կանաչ ծորենը արձակում է սենկի բույր, ինքը քեզ թվում է թե սունկ է, երբ արդեն հասուն է դառնում, տատրակի բույր է ստանում, իսկ որոշ ժամանակ անց նուն ու ֆարի, այլ է արդեն աղացում աղացվող ալյուրի հոտնու համը և բոլորովին այլ է թոնիր մտած ալյուրը, այսինքն խմորի բույրը, որը նոր հարսի բույր է հիշեցնում ու տարածվում է ամբողջ աշխարհում։ Հովեկները լավաշով կզգան հայոց աշխարհի բույրը, հոտը, համը ու գաղտնիքները։ Միշտ հացով մնանք, էս է կարևորը, հացի պատիվը կարողանանք պահել։ Եթե հիշում ենք Արամ արքան էլ հացի ուժով է հաղթանակ տարել սաճի վրա թխած հացերը, երբ ասել է գերի է ընկել, ասել է 10 օր սոված պիտի մնաս, հետո պիտի մենամարտ ընկետ է հաղթեցել, ես քեզ ազատ թողնում եմ, որ վերադառնաս հայրենիք, ասում է, բայց իմ լանջապանն է պետք, իմ զենքը ու լանջապանն է պետք, կանչում են, ասում է, իմ զորապետին կանչեք, արդեն հասկանում են ինչ են ասում, այդ լավաշը, այդ լանջպանի մեջ դրած 10 օր, ինքը այդ լավաշով սնվում է, հաղթում և վերադառնում է, հետաքրքիր բաներ է եղել, երբ որ թոնիրի մասին խոսում ենք, ասում է այն կանայք հարսները, որոնք չէին պտղաբերվում, ուխտ էին գնում, անպայման իրեն գոգնոցներ են կապե, գոգնոցը հայ աղջկա հայ հարսի մոտ բոլովին ուրիշ գաղափար ունի, շատ մեծ իմաստ ու խորհուրդ ունի, ասում է մայրը այդ գոգնոցը փաթաթում էր, թոնրի ակները մտցնում, իմանում էին, որ արդեն հղի է, և այդ դնում էին, որպեսզի հանկարծ կորուս չունենար, դուրս գալու ժամանակ, այսինքն ծնունդի ժամանակ նոր հանում էին, մի խոսքով հացի մասին այնքան երկար կարելի է խոսել, այնքան երկար կարելի է։ Տիկին Սավդալյան, դուրս գան կարճատև գովազդային դադարի, որից հետո հասկանանք այս ամբողջ տեղեկատվությունը ներկա ժամանակների հետ, որ ինչքանով պետք, ինչ կապ ունի եւ ինչ պետք է պահպանել կամ ինչի վրա ուշադրություն դարձնել։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաև թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։
Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818-813-2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Տիկին Սավդալյան, հիմա հասկանանք հացը ներկա ժամանակներում մեր օրերում ինչ դեր ու նշանակություն ունի, վերադարձ արմատներին հասկացանք, որ մեր արմատները սկսվել են այդտեղից, ամբողջ աշխարհը հայությանը գիտի որպես հյուրասեր, որպես հացով ժողովուրդ։ Վանադուր։ Այդպիսի ասք կա, որ հյուրասիրության աստված ունենա, չկա։ Այդ մենակ հայերիս մոտ է դրված, հայերիս է դրված։ Զարմանք է, բայց նաև հրաշք է։ Փորձեմ անդրադառնալ ձեր հարցին։ Վերջերս հայ մտավորականներից մեկը Վանո Դադոյանը, վարպետ Վանո Դադոյանը, շատ հետաքրքիր բանախոսություն ներկայացրեց, որտեղ անդրադարձ կար մեր արմատներին։ Ինձ հետաքրքրեց եւ ես ինքս էլ համոզվեցի։ Ինքը առաջարկում է 4 սենասյուն։ 4 սենասյուն, վերականգնման 4 սենասյուն։ Առաջինը ասում է դեպի հեքիաթները, ազգային հեքիաթները, ժողովրդական հեքիաթները։ Իսկ հեքիաթների մեջ, հեքիաթների հեքիաթը մնում է Հազարան բլբուլը։ Ալոդինոյի տիպաժի կարիքն ունենք այսօր, այդ հեքիաթի օգնության կարիքն ունենք, որ գնաց հավքը բերեց, հավքը պիտի երգի։ Եվ այս հեքիաթը ստեղծվել է հող տարերքում։ Արմատը սա է, տեսեք ուր է տանում մեզ։ Երկրորդը գնում է դեպի էպոսը, մեր դույցասնավ է Սասնա ծռերը։ Ինչի դեպի Սասնա ծռերը, որովհետև այդտեղ տալիս է մեր ջոջերին, Սասնատան բնակիչներին, հիմնադիրներին, որոնք բոլորին բարևողներ են։ Ինչի նշանակում բարևել, բոլորին բարի կամեցողներ են։ Սա մեկ, ազատ են, չեն հանդուրժում բռնություն, հնազանդ են իրենց մեծերին, կարգապահ են,
ամենակարևորը, որ գալիս են, պիտի մտնեն դարպասը փակ է երկրի, Դավիթը հոր եղբոր հետ քնում է դրսում, որովհետև օրենք էր դրված, այդպես պիտի լիներ։ Սա էլ մենք գիտենք, որ ջուր տարածքին է, ջուր տարերքի տարածքում է ստեղծվել։ Հաջորդը բերում է ոսկեդարից դեպի միջնադար, փիլիսոփայական միտքն բերեց Դավիթ անհատ, որը Տիտղոս է ունեցել Աստծուն ամենամոտ կանգնողը, Տիտղոս է եղել դա, պատկերացնում եք, Տիտղոս, որտեղ սահմանում է օրենքներ, ասում է օրենքներ պետք է նախ սահմանումներ պիտի լինի օրենքներ, ու այդ օրենքները բարոյականության հիմքի վրա պիտի ստեղծվեն։ Սա էլ է մեզ այսօր պետք, այսինքն մարմին, միտք, հոգի, գոյը պիտի ճանաչես գոյի էությունը եւ արդեն հոգեվոր դաշտ պիտի մտնես։ Այս էլ գալիս է օդ տարերքի հատվածը եւ ամենավերջում բերեց ավետարանը շատ հետաքրքիր էր որպես ուղենիշ հասարակական զարգացման համար եթե մեռնում ես վերակենդանանում ես հիմա այսօր մեր հերոստատեսությամբ ռադիոյով հնչում է նույնիսկ երկեր է հյուսվում կյանքդ կյանքիս համար չկա բայց կյանքդ այսինքն դու զոհվեցիր ինքնազոհաբերությունը եթե դու գտնում ես որ դու ինքդ պիտի զոհաբերվես հանուն հայրենիք կյանքդ կյանքիս համար նույնիսկ տաղերկություն է դարձել ահա սա էլ հուր տարերքն է այսինքն բարձրակետն է հուր տարերքն է այսինքն ինչ գիտակցության պիտի հասնի որ ոչ թե ինքը ուրիշին զոհի այլ ինքը զոհվի, ինքը պատրաստ լինի զոհվի, հանուն ինչի, հանուն հայրենիքի, հանուն ընտանիքի, հանուն երեխա, հանուն երկրի։ Հիմա մենք զոհվելու ենք այդ մենք պատրաստ ենք ինքնազոհման, այս սա է հարցը, այսինքն եթե հետ գնամ դեպի ավելի տեսեք թագավոր եւ արքա տարբերությունը տեսեք թագավոր ամեն տղա կարող է դառնալ թագավոր տղաների տղան է դառնում արքա արքան իր մեջ ամեն հատկանիշներն ունի բարձր կանգնած արքան ոչ թե իշխանն է երկրի ղեկավար այլ երկրի ծառան է այսինքն ինքը պիտի իր երկրում հավասարը հավասարին ապրի ինքը պիտի կարողանա իր վարկը ճիշտ դրսևորի սա է մեր պատմությունից եկած դրա համար եմ ասում հենվելով արմատներին նոր զարգացում պիտի գնա մեր երիտասարդությունը իսկ եթե դու պատմություն չգիտես դու ոնց քայլ կանես դեպի առաջ այդ առաջը աճ բառն է աճ պիտի տաս առաջ բառի բացատրությամբ գնացած ու որ պահին որ արթնացավ հայ մարդը տարեստական թնբիրից ինքը հաստատ կդադարի սնվել թույլ ու տկար այդ բարդույթներից կազատվի ինքը այդ բարդույթներից աշխարհին ասելիք ունենք եւ որ այսօր այդ ասելիքը եղել ենք կանք ու լինելու ենք ու զարմացնելու ենք դեր աշխարհին զարմացնելու ենք նույնիսկ այս բարդ իրավիճակում այո իսկ զարմացնելու ենք ինչով մենք արդեն աշխարհին կարծես մեր գոյելով մեր տեսակը պահելով մեր հացը պաշտելով, մեր բարությունը ներկայացնելով, այսքան դաշնության, այսքան տառապանքի ճանապարհ անցնելով, մենք էլի կարողանում ենք ելքեր գտնել, մենք էլի մարդ ենք մնում, չենք սպանում, չենք թալանում, ուրիշներին վնաս չենք տալիս, սա է մեր ամենամեծ արժեքը, արժեք է, զենք է, համարում եք, որ հիմա մի բան էլ ասեմ, Արարած բառը փորձում եմ փնտրել բոլոր լեզուներում։ Արարած բառը ռուսերենում որիսևի հնչում անգլերենում գոյ, այդ գոյի ես ունեմ հայոնի M-S-E ենք, որը նշանակում է գոմ, գոզ, գոյ։ M-ը գոմն է, ես կամ։ Հիմա ես M-S-N, սրա մեջ շատ ես ուժանդակ բա ենք ասում, բայց սրա մեջ լիքը գաղտնիքներ կա, որ պիտի բացվի։
այսինքն գանձարանը մեր Այդ գաղտնիքների մասին կխոսենք գանձարանը հաջորդ դա հաղորդման ժամանակ Տիկին Սավդալյան ձեր ասելիքը շատ է մեր ժամանակը սուղ այնպես որ մենք մեր հեռուստադիտողին խոստանանք որ կրկին կհանդիպենք եւ այս հենց այստեղ ընդհատված այս զրույցը կշարունակենք սիրով որտեղ վերադառնալ արմատներին դա չի նշանակում միայն իմանալ պատմությունը ուղղակի պարզապես ասել ճանապարհ պիտի մենք բացել պետք է այդ մշակույթը մեծ հետ կրենք նոր ճանապարհ բայց հայերը նոր ճանապարհ են բացել նոր ճանապարհ իհարկե նոր ճանապարհ նոր ասելիք Շնորհակալություն եմ հայտնում շատ այսօրվա մեր փոքրիկ հաղորդման համար հարգելի հայրենակիցներ այսօր այսքանով ավարտում ենք հետևեք զարգացումներին մնացեք խաղաղությամբ